Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Այս տեսանյութում ցանկանում եմ հրապարակել իմ կողմից գրված հիվանդի եւ բուժքույրի սիրո պատմության մասին իրական պատմվածքը։ Պատմվածքից վերնագիրն է Տառապանքի տիրակալը, որը իրական պատմվածք է եւ հիմնված է իրական դեպքերի վրա, անչափ ռոմանտիկ եւ զգացմունքային պատմվածք է։ Ձմեռային ցուրտ երեկո էր։ Որովայնի սաստիկ ցավերը տանջում էին Էրիկին։ Ցավը այն աստիճան ուժգին էր, որ անկարելի էր դիմանալ այդ ցավին։ Ֆիզիկական ցավին միախառնվել էր նաև Էրիկի միայնակությունից առաջացած հոգու տառապանքներն ու տվայտանքները։ Էրիկը իր ձեռքը վերցրեց գիրքը, որպեսզի գոնե ընթերցանության շնորհիվ փարատի իր միայնակության զգացումը։ Էրիկի միայնակության պահերին միայն գիրքն էր լինում Էրիկի միակ հավատարիմ եւ անդավաճան ընկերը։ Միայն գիրքն էր հասկանում Էրիկի հոգուցավն ու ապրումները, սակայն բառերն անկարող են ճշգրիտ նկարագրել Էրիկի հոգեկան տառապանքներն ու Էրիկի հոգեվիճակում փոթորկվող հուզախռով դրսևորումները։ Էրիկը կարիք ուներ մի սրտակից մարդու, ով կամոքեր իր ֆիզիկական ցավերն ու կսփոփեր իրեն։ Այդ ամենի հետ մեկտեղ աստիճանաբար սկսեցին սաստկանալ Էրիկի որովայնի ցավերը, որոնց դիմանալն այլևս անկարելի էր։ Շտապօգնության բժիշկն Էրիկի կանչով այցելելով Էրիկի բնակարան եւ զննելով Էրիկին, բժիշկն առաջարկեց անհապաղ հոսպիտալացնել Էրիկին։ Բժշկական կենտրոնում բժիշկներն Էրիկին ենթարկեցին անհրաժեշտ հետազոտությունների եւ հետազոտության արդյունքների հիման վրա բժիշկները որոշեցին, որ պետք է կատարել վիրահատություն։ Վիրահատությունից առաջ Էրիկն ուներ որոշակի տագնապներ եւ մտավախություններ, սակայն վիրահատող բժշկի հուսադրող խոսքերից հետո Էրիկն ի վերջո հաղթահարեց իր ներքին տագնապներն ու մտավախությունները եւ համաձայնվեց վիրահատությանը։ Վիրահատող բժշկի արհեստավարժության եւ հմուտ գործողությունների շնորհիվ բարեբախտաբար Էրիկի վիրահատությունը բարեհաջող անցավ։ Վիրահատությունից հետո Էրիկին տեղափոխեցին հիվանդասենյակ, սակայն հիմա էլ Էրիկին տանջում էին հետվիրահատական ցավերը։ Վիրահատությունից հետո հիվանդասենյակում Էրիկին խնամում էր բուժքույր Տիգրանուհին։ Բուժքույր Տիգրանուհին պատրաստակամորեն եւ քնքշանքով հոգ էր տանում Էրիկի մասին։ Երբ Էրիկի ցավերը նորից սաստկանում էր, հոգատար բուժքույր Տիգրանուհին մեծ պատրաստակամությամբ պարբերաբար ցավազրկող դեղորայքներ էր ներարկում Էրիկին, նպատակ ունենալով փոքրիշատը մեղմել Էրիկի ցավերը։ Սիրառատ բուժքույր Տիգրանուհին իր զգլխիչ նուրբ բուրմունքով, իր գողտրիկ նայվածքով եւ իր խենթացնող թովչանքով արդեն գերել էր Էրիկի սիրտը։ Սիրառատ բուժքույր Տիգրանուհին իր հմայքով եւ իր քնքշանքով կարծես սիրո աստվածուհին լիներ, եւ Էրիկի համար բուժքույր Տիգրանուհին սիրո աստվածուհի Աֆրոդիտեն էր։ Երբ Էրիկի ցավերը մեղմելու համար սիրառատ եւ հոգատար բուժքույր Տիգրանուհին ներարկում էր կատարում Էրիկին, այդ ժամանակ բուժքույր Տիգրանուհու ձեռքը հպվում էր Էրիկի ձեռքին։ Տեր Աստված, ինչքան նուրբ, քնքուշ եւ փափուկ էր բուժքույր Տիգրանուհու ձեռքերը։ Երբ ներարկում կատարելու ժամանակ բուժքույր Տիգրանուհու նուրբ եւ փափուկ ձեռքերը հպվում էին Էրիկի ձեռքին, այդ ժամանակ Էրիկը բավականին հաճելի զգացողություններ էր ունենում եւ Էրիկի մարմնով կարծես էլեկտրական հոսանք անցներ։ Այդ ժամանակ Էրիկն ամբողջությամբ ընկղմվում էր հաճելի զգացողությունների մեջ եւ ներարկումը որքան ցավոտ էր, նույնքան էլ հաճելի էր Էրիկի համար։ Էրիկը կուզեր, որ ներարկման պահը հնարավորինս երկար տևեր, որպեսզի ինքը ինչքան հնարավոր է երկար վայելեր բուժքրոջ նուրբ ձեռքերի քնքուշ հպումները։ Էրիկը կուզեր, որ բուժքույր Տիգրանուհին հնարավորինս երկար մնար իր մոտ, բայց ցավոք կային այլ հիվանդներ եւս, որոնց նույնպես անհրաժեշտ էր բուժօգնություն ցուցաբերել։ Հիվանդի շուտապույտ ապաքինվելու ամենակարևոր նախապայմանն անշուշտ բժշկի եւ բուժքրոջ հոգատար վերաբերմունքն է։ Հետևաբար բուժքույր Տիգրանուհու կողմից Էրիկի նկատմամբ ցուցաբերվող բարի, մարդկային եւ հոգատար վերաբերմունքն անշուշտ դրական ազդեցություն էր ունենում թե Էրիկի առողջության եւ թե Էրիկի հոգեվիճակի վրա։ Բնականաբար հիվանդանոցում Էրիկին բուժօգնություն ցուցաբերում էին այլ բուժքույրներ նույնպես, սակայն Էրիկն ուզում էր, որ իրեն բուժօգնություն ցուցաբերեր միայն բուժքույր Տիգրանուհին։ Երբ Էրիկին բուժօգնություն ցուցաբերելուց հետո բուժքույր Տիգրանուհին դուրս էր գալիս Էրիկի հիվանդասենյակից, դրանից հետո Էրիկն ուզում էր, որ բուժքույր Տիգրանուհին միշտ իր կողքին լինի։ Էրիկը միշտ զգում էր բուժքույր Տիգրանուհու քնքուշ եւ հոգատար վերաբերմունքի կարիքը։ Այդ իսկ պատճառով Էրիկը չէր ուզում, որ բուժքույր Տիգրանուհին հեռանա իր մոտից։ Երբ զգացմունքներն իշխում են մարդու բանականության եւ ենթագիտակցության վրա, մարդը խոցելի է դառնում։ Այդ իսկ պատճառով, որպեսզի խոցելի չլինի, Էրիկն առաջնորդվում էր ոչ թե զգացմունքներով, այլ բանականությամբ։ Էրիկը լինելով հոգեբանորեն պատրաստված անձնավորություն, թույլ չէր տալիս, որ բուժքույր Տիգրանուհու նկատմամբ ունեցած իր զգացմունքներն իշխեն իր ենթագիտակցությանն ու իր բանականությանը։
Էրիկը հոգեբանական տեսանկյունից ուսումնասիրել էր բուժքույր Տիգրանուհուն, եւ Էրիկը գիտեր, որ կնոջ ամենահզոր զենքը դա հենց կնոջ թուլությունն է։ Կանայք առեղծվածային էակներ են, եւ Էրիկը ցանկանում էր բացահայտել բուժքույր Տիգրանուհու սրտի խորքում առկա զգացմունքները։ Էրիկը գիտեր, որ ցավը, փորձություններն ու զրկանքները կյանքի շարժիչ ուժն են եւ մոտիվացնում են մարդուն։ Օրինակ, փոքր երեխան նոր քայլել սովորելու ժամանակ անընդհատ վայր է ընկնում, երբեմն վնասվածքներ է ստանում, բայց չի հուսահատվում, նորից փորձում է ընկած տեղից վեր բարձ ստանալ եւ քայլել։ Փոքր երեխայի այդ օրինակը մոտիվացնում էր Էրիկին, որովհետեւ Էրիկն իր հիվանդությունների եւ ցավերի հետևանքով չէր հուսահատվում։ Էրիկն իր կյանքում շատ փորձություններ էր հաղթահարել, շատ զրկանքներ էր կրել, եւ Էրիկի հիվանդությունն ու ցավերը նրա համար հերթական փորձությունն էր, որն Էրիկը պատվով հաղթահարեց։ Երբ Էրիկին բժիշկները դուրս գրեցին հիվանդանոցից, այդ ժամանակ բուժքույր Տիգրանուհին իր հեռախոսահամարը տվեց Էրիկին, ասելով, որ եթե Էրիկը հետ վիրահատական ցավեր ունենա, ապա Էրիկը կարող է զանգահարել բուժքույր Տիգրանուհուն, եւ բուժքույր Տիգրանուհին անհրաժեշտության դեպքում կարող է գալ Էրիկի բնակարան եւ Էրիկին ցավազրկող դեղորայք ներարկել։ Բնականաբար հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Էրիկը պարբերաբար ունենում էր հետվիրահատական ցավեր, սակայն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Էրիկն այդպես էլ երբեք չզանգահարեց բուժքույր Տիգրանուհուն, եւ Էրիկն այդպես էլ բուժքույր Տիգրանուհուն չհրավիրեց իր տուն, որպեսզի բուժքույրը ցավազրկող ներարկի Էրիկին։ Էրիկը հասկանում էր, որ եթե ինքը անընդհատ տեսնի բուժքույր Տիգրանուհուն, ապա սիրո կրակը նորից էր բռնկվելու Էրիկի սրտում, իսկ Էրիկը չէր ուզում նորից հոգեպես տանջվեր։ Էրիկը երբեք բուժքույր Տիգրանուհուն այդպես էլ չասաց իր զգացմունքների մասին, որովհետև բուժքույրն ամուսնացած էր եւ ուներ ընտանիք։ Սակայն Էրիկը վստահ էր, որ բուժքույր Տիգրանուհին իր կանացի ինտուիցիայի շնորհիվ անշուշտ զգացած կլիներ Էրիկի սերը, որովհետև կանայք միշտ զգում են տղամարդու սերը։ Վերջում բազմակետ էր։ Այսքանը հուսով եմ ձեզ դուր եկավ այս սիրային ռոմանտիկ եւ քնքուշ զգացմունքային պատմվածքը, որը հիմնված է իրական դեպքերի վրա եւ սա մի դրվագ էր իմ կյանքից։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Վերջում ցանկանում եմ նշել, որ իմ կյանքում շատ կանայք են եղել, շատ աղջիկներ են եղել, բայց ես անկեղծ ասած ոչ մի կնոջ նկատմամբ չեմ զգում այն նույն զգացմունքները, ինչը որ հիմա զգում եմ իմ սիրելի բուժքույրի նկատմամբ։ Այսքանը։